Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը լինելով դատական իշխանության կարևորագույն օղակներից մեկը, մշտապես մասնագիտական հանրության ուշադրության կենտրոնում է։ 2023-ից 24 թվականների ընթացքում կարգապահական վարույթների վերաբերյալ իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի կողմից մշտադիտարկում է իրականացվել։ ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը մեծ զրույցում հայտնեց, կատարված մշտադիտարկման ընթացքում 12 գործերի վերաբերյալ մի շարք խնդիրներ են արձանագրվել, որոնք հիմնականում կապված են դատավարական ժամկետների խախտման հետ։ Ըստ Հարությունյանի, եթե դատավորներն ունեն դատավարական ժամկետների պահպանման խնդիր, դրա լուծումը պետք է դատական համակարգում փնտրել։ Այս առումով, օրինակ, պարզ չէ, թե վարույթ հարուցող մարմինները, մասնավորապես Արդարադատության նախարարությունն ինչպես է ընտրում այն դատավորին, որը ժամկետների խախտում է թույլ տվել։ Այս առումով դատավարական ժամկետների հետ կապված այլ խնդիր էլ կա, ըստ էության պարզ չէ, թե վարույթ հարուցող մարմինները, մասնավորապես Արդարադատության նախարարությունը ինչպես է ընտրում, օրինակ X թվով դատավորներից ընտրում է կոնկրետ այս դատավորին, ով դատավարական ժամկետի խախտում է թույլ տվել եւ մնացածին չի ընտրում։ Մենք չենք ասում, որ բոլորին պիտի ընտրել, բնավ ոչ, ինչպես ես նշեցի, պիտի լուծումը լինի համակարգային, ոչ թե պատասխանատվության ենթարկելու կարգապահական վարույթների միջոցով, այլ փորձելով կրճատել ընդհանուր ծանրաբեռնվածությունը, ինչը հանգեցնում է այդ ժամկետները խախտելու։ Դիտարկված վարույթների առնչությամբ մեր զրուցակիցը մեկ այլ խնդիր է բարձրաձայնում, նշում դրա շուրջ քննարկումներն այժմ էլ շարունակվում են։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից, որը որոշում կայացնող մարմինն է, ուսումնասիրությունը կատարելուց հետո ամբողջությամբ պարզ չէ, թե առաջին ինչպես է տեղի ունենում արարքի որակում եւ սրա առնչությամբ նաեւ ինչպես է տեղի ունենում մեղքի որակումը, հա, մենք կարող ենք տեսնել համանման տարբեր գործեր, մի պարագայում կոպիտ անփրկությամբ է որակվել, մեկ այլ պարագայում այլ որակում է տրվել, բայց մոտեցումը, մեկնաբանությունը ամբողջությամբ պարզ չէ, բնականաբար սա չի կարող ընդունելի լինել, որովհետեւ միասնական պրակտիկա որպես այդպեսին չի ձևավորվում։ Կարգավորումների թերի լինելը հավելյալ խնդիրներ է առաջացնում դատավորների համար, ինչի պայմաններում որոշում կայացնող մարմինը այնպիսի կանոններ չի սահմանում, ինչը թույլ կտա դիտարկել արարքի կանխատեսելիությունը։ Այս տրամաբանությամբ պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենում պատասխանատվության միջոցի ընտրությունը։ Արդյոք պահպանվում է համաչափության սկզբունքը, եթե մի դատավոր լուրջ խախտում է թույլ տվել, նրա նկատմամբ մի դեպքում խիստ նկատողություն կամ նկատողություն է հայտարարվում, իսկ մյուս դեպքով պատասխանատվության այլ միջոց է ընտրվում։ Չնայած նրան, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեն Արդարադատության նախարարությունը, Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովն ու ԿԿՀ-ն, սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամենաշատը նախարարությունն է նման միջնորդությամբ հանդես գալիս։ Այս մասին անդրադարձեր ունեցել նաեւ Վենետիկի հանձնաժողովը, միջազգային կառույցները եւ մոտեցումը հետեւյալն էր, որ քանի դեռ Արդարադատության նախարարությունը վերջնական որոշում կայացնող չէ, քանի որ հարուցող մարմինն է եւ դրանից հետո բարձրագույն դատական խորհուրդն է վերջնական որոշումը կայացնում, սա այդքան էլ խնդրահարույց չի կարող լինել, բայց պետք է որպես նպատակ հետապնդվի մյուս վարույթ հարուցող մարմնի Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի դերի մեծացումը եւ առավել արդյունավետ գործունեության ապահովումը։ Այս առումով նախարարության կողմից մշակվեց նոր օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ինչը միտված է մասամբ նաեւ այս հարցերի լուծմանը։ Ըստ նախատեսվող կարգավորման պետք է Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովում մեծանան ոչ դատավոր անդամների թիվը։ Հարկ է ընդգծել, որ ոլորտի փորձագետները, անգամ Արդարադատության նախարարը նշել են, որ դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը կայացած չէ, զերծ չէ կորպորատիվիզմի դրսևորումներից։ Հենց այդ պատճառով էլ գործադիրը չի հրաժարվում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իր լիազորություններից։ Նախատեսվում է նոր մարմնում 11 անդամ, մեծամասնությունը դատավոր անդամներ, 6 դատավոր եւ 5 ոչ դատավոր անդամներ, այսինքն հնարավորություն է տրվում մեծացնել արտաքին դերակատարների, մասնավորապես փաստաբանների պալատից, հասարակական կազմակերպություններից եւ բուհերից ներկայացուցիչների ներգրավումը։ Պետք է հետամուտ լինել նրան, որ իսկապես ոչ դատավոր անդամները օբյեկտիվ ընթացակարգերով եւ չափանիշներով ընտրվեն, ինչը թույլ կտա, որ հանձնաժողովը գործի որպես արդյունավետ անկախ մարմին։ Հասմիկ Հարությունյանը մեծ զրույցում խոսեց նաեւ խնդրահարույց մեկ այլ հարցի մասին, նշելով, որ զուգահեռ մշակվում է նաեւ գնահատման հանձնաժողովի եւ դատավորների գործունեության գնահատման նոր մոդել, ինչն էականորեն տարբերվում է գործող մոդելից։ Ի տարբերություն Էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի, որը ձևավորվում է դատավորների ընդհանուր ժողովի կողմից, այսինքն այս բոլոր անդամներին ընտրում են դատավորները ընդհանուր ժողովը, գնահատման հանձնաժողովը որպես այդպեսին հանդես է գալու նոր մոդելով, հա,
որը դուրս է լինելու դատավորների ընդհանուր ժողովից։ Այսինքն ոչ դատավոր անդամներին չեն ընտրելու դատավորները, այլ տեղի ունենալու նրանց ընտրությունը, ես կասեմ նույնիսկ նշանակում եմ բարձրագույն դատական խորհրդի կողմից։ Սա լավագույն մոտեցումը չէ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս դեպքում ուղղակիորեն այդ 10 անդամի կողմից պետք է տեղի ունենա ընտրություն եւ ոչ միասնական մոտեցումը նախագծի տիրույթից դուրս է։ Առաջարկվող փոփոխություններն այնուամենայնիվ իրավական անորոշություններ են պարունակում։ Մասնագիտական համայնքն այժմ շարունակում է իրավական բնույթի էական հարցեր բարձրաձայնել։ Դատավորները պետք է ընդունեն, որ այս հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ընտրությունը իրենց իսկ շահերից է բխում, ու նրանք պետք է լինեն կոմպետենտ, անկախ մասնագետներ, ովքեր կկարողանան տեր կանգնել հենց իրենց վերաբերող կարևոր հարցերին։